ուրեմն մենք այսօր շարունակում ենք մեր քննարկումը, մեր քննարկման թեման է ամուսնանալ թե հարստանալ։ Ուզում ենք այս քննարկությամբ որոշ հարցերի պատասխաններ գտնել։ Խոսքը տալիս եմ ուրեմն Արմինե Դավթյանին, որը որ հոգեբան է, եւ այդ հարցերի մեջ շատ լավ հասկանում է, ուրեմն մեզ կօգնի այս հարցերի պատասխանները եւ որոշումները ստանալու ձևին, այսինքն մտածելու ձևեր կան, թե տրամաբանական, թե սրտով, թե ստամոքսով, թե գլխով որոշումներ ընդունելը, այդ տեխնոլոգիաները պետք է հասկանալ, թե այսինքն որոշումները որտեղից են գալիս։ Խոսքը տալիս եմ հոգեբան Արմինե Դավթյանին, թող ուրեմն նա շարունակի եւ բացատրի մեզ խնդիրների իմաստը։ Նախ սկսենք նրանից, թե ինչպես են որոշում, ամուսնանալ երիտասարդները, այստեղ գործում է եւ քիմիա, եւ ֆիզիկա, որովհետեւ եւ ֆիզիոլոգիա, այս երեք գիտությունները այստեղ միախառնվում են, առաջանում է սիրահարվածություն, կիրք, եւ երբ արդեն դա վերածվում է մի քիչ ավելի այսպես լուրջ կապվածության, նոր հարցը հասնում է ամուսնության եւ վերարտադրողականության։ Ինքս եթե սեփական կենսափորձից դատեմ, ամուսնության առաջարկ ընդունել եմ օրինակի համար այն տղայից, որը չի եղել հարուստ եւ ոչ մի այսպիսի արտառոց հեռանկար չի ունեցել եւ ես կարող եմ ասել, որ ես չեմ փոշմանել այդ ընտրության առումով, որովհետեւ նույնիսկ երիտասարդ ժամանակ մտածում եի, բա մենք ինչ ենք անելու, եթե մենք միանգամից հարստացած ինչ-որ տղա լինի, բա մենք ինչով ենք զբաղվելու, նույնիսկ շատ հարուստ ուզողներ կային, երբ որ մայրս ասում էր, այդ հարուստին թողած գնացիր, մյուսին ուզեցիր եւ այլն, ես ասում եի, բա ես ինչ եմ անելու, եթե գնամ ամեն ինչ պատրաստի տան, մատուցեն, ես ինչ եմ անելու, ինչով եմ զբաղվելու, որպես այդպիսի, այն ժամանակ մի քիչ երևի այլ մտածելակերպ ունեինք գուցե, աշխարհայաց, բայց այսօր երիտասարդները զգացել են, որ այդպես չեն մտածում, իրենք մտածում են, որ պետք է անպայման կայացած լինի, մեքենա ունենա, տուն ունենա եւ այլն, իսկ ես անձամբ այդ ամենի արդյունքում ինչ որ մենք ստացել ենք ձեռք ենք բերել ամուսնության ընթացքում, այդ ժամանակ ամենաավելի ընթացքից եմ հաճույք ստացել, քան երբ որ պատրաստի կլիներ ամեն ինչ, այստեղ գործում է եւ ասեմ ձեզ ֆիզիոլոգիա եւ քիմիա եւ ֆիզիկա, ինչ առումներով, փորձեմ մի փոքր այսպես հանրամատչելի բացատրեմ այդ երևույթները, նախ ֆիզիոլոգիապես պետք է հասունացած լինեն երիտասարդները ամուսնության համար, բայց եթե այդպես նայենք, ֆիզիոլոգիական հասունությունը արդեն 15-16 տարեկանից համարվում են հասուն, բայց դա չի նշանակում, որ ենք պատրաստ են ընտանիք կազմելու։ Ֆիզիոլոգիական հասունությունը դեռևս առաջին աստիճանն է, անհրաժեշտ աստիճանն է ամուսնության համար։ Հաջորդ աստիճանը դա ինտելեկտուալ հասունացումն է, եւ երբ երիտասարդները սովորում են հասկանալ, դատել, ինչ ասել է հարաբերություն, ինչ ասել է ամուսնություն, ինչ ասել է պատասխանատվություն, ոչ միայն իրավունք եւ պահանջ, դա կատարվում է երիտասարդների մոտ ինտելեկտուալ մակարդակով։ Շատ երիտասարդներ կամ ֆիզիոլոգիական մակարդակից են սկսում հարաբերությունները կազմել դեռևս մտավոր չհասունացած վիճակում եւ բախվում են հետագայում խնդիրների, որովհետեւ չգիտակցելով թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ֆիզիոլոգիական հարաբերությունները, կարող են հետագայում փախչել այդ հարաբերություններից, խուսափել եւ կամ ասենք հայտնվել խնդիրների մեջ, օրինակ աղջիկները հղիանում են ժամանակից շուտ եւ այլն, դա տրավմատիկ երևույթ է դառնում ընտանիք։
Ես կարամ մի ուրիշ անկյուն առաջարկեմ այդ տեսակետը։ Ասեք։ Նայեք, ես ապրում եմ Ամերիկայում։ Ուրեմն շատ ընդունված ուրեմն տեսակետ է, որ ջահելներին դրդում են, այսինքն որոշ ուժեր ջահելներին դրդում են, որ իրանց ավելի ոչ թե ազատ, այլ թուլացած պահեն, ավելի քիչ պատասխանատվության ուրեմն զգացմունք ունենալ, ու այդ իսա արվում է օրինակ ստեղ այդ Ամերիկայում շատերը կարծում են, որ դա հատուկ արվում է, որ ապահովել պոլիսներին, դատարաններին, ուրեմն բանդերի գործը ավելի ապահովելու։ Այսինքն, ուրեմն նախ շատ պարզ օրինակներ, ջահելները խմեցին, նստան ավտոն, ասեց տուր ես ավտոն քշեմ, ասում լավ արի քշի, հետո մարդը գցում մեքենայի տակը, մարդը մահանում է, ուրեմն նրանք երկուսով պատասխան են տալու ամբողջ կյանքում դրա համար։ Ուրիշ մի տարբերակ գնում են իրար լավ չեն ճանաչում, կրքի մեջ են ընկնում, այդ կրքի հոսքը իրանց տանում է ոչ հայտնի տեղեր, վերջում աղջիկը հղիանում է, տղան էլ ասում ախր ես քեզ չեմ ճանաչում, հիմա մի բան եղել է, սա հիմա ով է պատասխանատվությունը կրելու, իրանք չեն կարողանում որոշեն, բայց երեխան մնում է առանց ծնողի, առանց խնամքի, առանց խելքի։ Դա հենց այն մասին է, ինչ որ ես ուզում եմ ասել, այսինքն առաջին մակարդակը, հա, ֆիզիոլոգիական հարաբերություն։ Ցանկացանք, կիրքեր, դա կրքի մակարդակը, էմոցիոնալ ֆոնը, եթե անգամ մարմնի կառուցվածքով դիտենք, հա, կիրքը ամենաներքին մակարդակն է, որպես այդպիսի հարաբերությունների ամենաստորադաս մակարդակն է, հաջորդ մակարդակը, ասենք, մտավոր մակարդակն է եւ ավելի բարձր մակարդակը դա արդեն հոգեվոր մակարդակն է, կարելի է ասել, հոգեվոր կապվածությունը, երբ մարդիկ եւ հուզական կապվածությունն են եւ պատասխանատվություն մեկը մյուսի նկատմամբ, հայ եւ գիտակցում են մեկը մյուսի համար իրենց նշանակությունը դերը եւ չեն ուզում փոխել իրենց պարտներին որպես այդպիսին, հա, դա էլ ավելի խորը հարաբերությունների, հարգանքի վրա հարաբերություններ են հիմնված, ոչ թե կրքի, ասենք կամ մտավոր կապվածության մասին է խոսքը, այլ հոգևոր կապի, որտեղ կա փոխադարձ պատասխանատվություն եւ ավելի բարձր արժեքային համակարգի կապվածություն։ Նու շատ երիտասարդների մոտ հարաբերություններ չեն կայանում ինչու։ Մի երիտասարդը ավելի ֆիզիոլոգիական ցածր մակարդակով է ընտրություն կատարում, հա, մյուսը ավելի բարձր մակարդակով, օրինակ, ասենք տղան նայեց, ուզեց այս աղջկան, լավն է, սիրուն է, ցանկություն առաջացավ, ընտրեց աղջիկը ֆիզիոլոգիական մակարդակով ընտրեց տղային, հա, իրանք կայացան, հետո նայեցին իրար, ասեցին, ես ինչ ենք արել, հա, փոշմանեցին, ոնց որ չկա։ Հիմնականում մյուս առավոտը։ Եվ ավելի բարձր, հա, հոգևոր կապ, ասեմ, այսպես ավելի բարձր կապը սովորաբար որպես նեյրոհոգեբան կարող եմ ասել առաջանում է ճակատային գոտիների եւ էմոցիոնալ գոտիների կապվածությունից, չկա պատասխանատվության զգացում, չկա ընդհանուր արժեհամակարգ, ընդհանուր նպատակ, ցանկություններ, հա, որ իրար հետ ուզում ենք ճանապարհ գնալ։ Ուզում ենք միասին ինչ-որ մի բանի հասնել, իմաստ չկա հարաբերությունների, իրար հետ չեն գտնում ընդհանուր ինչ-որ մի բան եւ բաժանվում են օրինակի համար, լավագույն դեպքում չթողնելով գոնե երեխա մեջտեղում, հա։ Չեք կարծում, որ էդի հանգամանքների հյուսվածքից է ստեղծվում, որ իրանք պետքա կարողանան իրանց վարկը ղեկավարել են ձևով, որ այդ ձևի պայմանների մեջ չընկնեն։
Դա կարծում եմ անձի ընտրությունն է եւ դաստիարակությունը շատ ասեմ հոգեբանական առումով դժվար է կառավարել ֆիզիոլոգիական process-ները, երբ որ առաջանում են, դա պետք է շատ բարձր ինտելեկտուալ, այսպես սկուր, սկզբունքային մարդ լինես, որ այդ հարաբերությունները չտանես պատահականության դաշտ։ Դա հասունացման հետ կարող է լինել, բայց որպես կանոն մարդկության մեծ տոկոսը դժվար է կառավարում այդ ֆիզիոլոգիական process-ները, որովհետև դա բնական process-ներ են նաև եւ վերարտադրողական պահանջմունքը եւ սեռական հարաբերության պահանջմունքը որպես այդպիսի մարդու մոտ շատ գերիշխող կառավարող դեր ունի։ Վերցնենք Ֆրոյդի տեսությամբ լիբիդոն, ասենք այն էներգետիկ ուժն է մարդու, որը կառավարում է միայն բարձրակարգ գիտակցությունով եւ նույնիսկ հոգեկան հիվանդությունների 90%-ը Ֆրոյդը ապացուցում է եւ հոգեկան շեղումների եւ հոգեբանական խնդիրների մեծ մասը գալիս է այդ լիբիդոյի հետ մարդու հարաբերություններից, հա, ինքը ինչպես է վերաբերվում լիբիդոին, հանձնվում է թե ղեկավարում է, լիբիդոն է իրեն ղեկավարում, թե ինքը լիբիդոին, հա, այսպես ասեմ, ամբողջ կյանքը ներքին այդ պայքարի մեջ է անցնում մարդու, եւ այստեղ գիտակցությունը եւ հոգեվոր մարդու արժեհամակարգ շատ մեծ դեր են կատարում։ Եվ երիտասարդները ամենամեծ խնդիրը այնտեղ է, որ այն տարիքային փուլում են, որտեղ իրենց լիբիդոն ավելի ակտիվ է, գիտակցությունը ավելի պասիվ, բայց եթե երիտասարդը ավելի գիտակցական մակարդակով ընտրում է որոշակի սկզբունքներ, պահանջներ, հա, որ ես ուզում եմ իմ պարտները անպայման լինի այսպիսին, որոշակի իր մեջ, ասենք, իլյուզիաներ է մշակում կամ պահանջներ է ինքը իր մեջ դնում, հա, այսպես ստանդարտներ է դնում։ Այս պարագայում դա մի քիչ այլ ձևաչափ է ստանում, բայց այստեղ սիրահարվածության դեմ ոչինչ անել երիտասարդները չեն կարող, եթե սիրահարվեցին, բնականաբար այստեղ բոլոր օրենքները խախտվում են։ Ես կարծում եմ, որ սերը եւ գիրքը իրար հետ ինչ որ շփման կետեր ունեն, բայց նրանք լրիվ տարբեր բաներ են, որովհետեւ եթե վերցնենք մի 20-30 տարվա առաջվա հիմնավորված ուրեմն ընտանիքը կառուցելու տեխնոլոգիաները, տենց ասեմ, ավելի ջահել էին ամուսնացնում, այն ժամանակ պահանջները ավելի քիչ էր, հենց որ ավարտում էր, գնում էր ամուսնանում էր, երեխաներ ունենում եւ այլն։ Հիմա արագացել է կյանքը, հիմա ուրիշ նպատակներ ունեն ջահելները։ Միջավայրը փոխվել է, պահանջները փոխվել է, մշակույթը փոխվել է, բայց ֆիզիոլոգիան չի փոխվել, մարդը չի փոխվել։ Մարդը անընդհատ կռվի մեջ է ինքը իր հետ, իր այդ ֆիզիոլոգիայի հետ։ Եվ ինչի եմ ես ասում, այո, սիրո տեսակները հենց պայմանավորված են դրանով, որ մենք ունենք գիրքը որպես ցածրագույն հարաբերության տեսակ, դրա վրա գալիս է սերը որպես բարձրագույն ավելի, որը գիտակցական է նաև հուզական է, բայց դրանից վեր կա հարգանքի արդեն հարաբերությունը, հարգանքի վրա հիմնված հարաբերությունը, ինչով է տարբերում հարգանքը սիրուց, հարգանքի մեջ կա պատասխանատվություն զույգի նկատմամբ եւ ընդունել զույգին այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Սիրո մեջ շատ անգամ փոխում են, հələ դեռ փորձում են փոխել, իրենք հարմարեցնել, հա, այդ շտկման ընթացքը սիրով պետք է արվի իհարկե, որպեսզի կայանա այդ հարաբերությունը, բայց հարգանքը արդեն կայացած process-ն է, որ դու ընդունում ես, որ սա իմն է, ես հարգում եմ ինձ, ես արդեն այնքան եմ հասունացել որպես անձ, որ ես ինքս ինձ եմ հարգում, ես հարգում եմ իմ ընտրությունը, իմ պարտներին, ընդունում եմ նրան այնպիսին, ինչպիսին ինքը կա, եւ ես կրվում եմ պատասխանատվություն նրա համար, եւ նա էլ հասունանում է այնքան, որ կրում է պատասխանատվություն ինձ համար։ Սա կայացած ընտանիքի մոդելն է արդեն։
սրան հասնել է պետք։ Շատ երիտասարդներ ուզում են միանգամից դա ունենալ, բայց դա չի լինի միանգամից։ Մեկը ասաց այսպես վիրավորական ակցենտով, ասաց այս տղամարդ չի կայացել, իմ հաճախորդներից էին, ճիշտն ասած, ինձ ընտանեկան խորհրդատվության ժամանակ ասաց մամայի բալայա մնացել, տղամարդ չի կայացել, ես իր հետ ոնց շարունակեմ ապրել, ես մի հարց տվեցի, աղջիկ ջան, մի շատ պարզ պատճառ, ոնց կարող է ինքը որպես տղամարդ կայանալ, եթե իր կողքին կին չկա։ Իր կողքին մամա է։ Մաման չի թողում, որ ինքը մեծանա։ Մաման կողմի, բայց ինքը կին չի կարող լինել, որ թու համար ես շատ ծանոթ եմ։ Մյուս կողմից նույնը աղջկա պարագայում, եթե աղջկա կողքին չկա տղա, զույգը, ինքը որպես կին չի կարող կայանալ, այսինքն դա այն մոդելն է, որը կայանում է միայն փոխադարձ համաձայնությամբ արի միասին կայանալ։ Համաձայն եմ, ես ուզում եմ մի հատ հարց տամ, ուզում եմ վերջացնեմ այսօրվա մեր հանդիպումը, բայց ուրեմն վերջացնելուց առաջ ուզում եմ Ռաֆայելին հարց տամ ու նույն հարցը ուղղված է մեր բոլոր լսողներին։ Նախ պետք է ասեմ, որ ես բոլորից պետք է խնդրեմ, որ դուք and like, subscribe, and բաները որ անում եք, and բաներն էլ անեք մեզ։ Ես Ռաֆայելն ուզում եմ հարցնեմ։ Քո կարծիքով, Ռաֆայել ջան, որ մի զգացմունքն է կարևորը, որը որ մեկին ավելի, այսինքն որն է կարևորը ամուսնության մեջ։ Ու ես կխնդրեմ բոլոր մեր լսողներին արձագանքեք, դուք էլ ասեք, թե ձեր կարծիքով ինչն է, սերն է, կիրքն է, հարգանքն է, երեխաներն են, ընտանիքն է, բանը, միջավայրն է, արտասահմանն է, BMW-ն է, չգիտեմ, որ մեկն է, որ այդ հանգամանքն է, որ ուրեմն կարևոր ամուսնության մեջ։ Պետրոշյան, բավականին վարդ հարց տվեցիր, ոնց որ ես կարծում եմ ընտանիք կազմելու համար, ի սկզբանե համակրանքը բավարար է, բայց ընտանիքը պահելու համար ու ոնց որ զարգացնելու համար սեր կամ գոնե փոխադարձ հարգանք պետք է լինի։ Ասենք այլ զգացմունքները իրանք կամ անցողիկ են կամ չեն կարող բավական հիմք հանդիսանալ լուրջ ու երկարատև հարաբերություններ կառուցելու կամ իրանց պահելու ու գոնե ինչ-որ ավելի այլ ձևի փոխադարձ, այսպես ասած, կապվածություն ստեղծելու, փոխադարձ միավոր ստեղծելու, այսպես ասած, ինքը երկու կողմանի, որովհետև աշխատանք է միշտ պահանջում ցանկացած հարաբերությունները, իսկ ընտանիքը դա ոնց որ հարաբերությունների sense ամենամտերիմ տարբերակներից մեկն է։ Շատ լավ։ Ուրեմն շնորհակալ եմ գացքի համար, ուրեմն ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, Ռաֆայել, Արմինե, շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր ուրեմն մտքերի փոխանակումը տեղի ունենում։ Ուրեմն մենք շարունակենք հաջորդ հաղորդումը կքննարկենք ավելի մանրամասը այս զգացմունքները, հարաբերությունները եւ այլն։ Սո միջնոր հանդիպում համեցեք։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Հաջորդ հանդիպմանը կխոսենք արդեն ոչ թե ֆիզիոլոգիական կապերի մասին, այլ սիրո հարաբերությունների մեխանիկների սիրո մեխանիկայի մասին։ Սիրո մեխանիկա, շատ լավ։ Okay, stay tuned. Stay tuned.